Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ախր ինչի ներս չգնացինք է, այնտեղ կխմայինք սուրճը։ Եղանակը լավ է ջան, ինձ թվում է ներս գնալու կարիք չկա։ Դու ավելի լավ ասա տեսնեմ հանդիպեցիք, ինչ խոսացիք, ինչ ասեց քեզ։ Դու գիտես չէ, որ ես Եվայի հետ նենց չի որ շատ եմ շփվել, որովհետև երբ որ դուք միասին էիք, ես արդեն Հայաստանում էի։ Բայց գոռ ես հասցրել եմ իրան ճանաչել։ Ու մեր հանդիպումից ես մի բան հասկացա։ Ինքը հենց այնպես չի եկել Հայաստան։ Էդ ես էլ եմ հասկացել։ Ճիշտ է, ես այն ժամանակ դեմ էի քո Սարայի հարաբերություններին։ Չեմ էլ ուզում այդ մասին խոսել, հիմա այդ կարևոր չի։ Որտեւ եթե դու Սարայի հետ երջանիկ ես, այդ ինձ համար ամենակարևոր բանն է։ Անկեղծ եմ ասում։ Չգիտեմ ինչի եւ այն թվում էր, որ մեր հանդիպումից հետո ես պետք է իր կողմը անցնեմ ու դեմ դուրս գամ Սարային։ Ուղղակի ինքը մի բան չէր հաշվարկել։ Որ այս պատմության մեջ ինձ համար ոչ ինքնակարևոր, ոչ էլ Սարան։ Ինձ համար ամենակարևոր դու ես գոռ։ Դու քո երջանկությունը։ Ու ես հիմա տեսնում եմ, որ դու իսկապես երջանիկ ես ու հանգիստ։ Ու եթե Սարանա քո երջանկությունը, ուրեմն հենց Սարան պիտի լինի քո կողքին։ Ջան, ես լսել եմ, որ ասում են երեխու գոյությունը, հղիությունը մարդուն փոխում է։ Ճիշտ է, քո դեպքում մի քիչ չէի պատկերացնում, որ տենց կարող է լինի, բայց ես քեզ լավ եմ ճանաչում։ Ես հիմա տեսնում եմ, որ դու չես խաղում։ Ես զզվել եմ այդ խաղից գոռ։ Զզվել ուղղակի։ Հիմա ապրելու ժամանակն է։ Ես պետք է ապրեմ։ Ուղղակի գիտես ինչն եմ ափսոսում, որ այդ խաղալու ընթացքում այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ իսկապես սիրում էին ու իմ կողքին էին, կորցրեցի։ Ամենամեծ ցավը դա է։ Ջան, Եվան էր քեզ զանգել, թե դու իրան։ Չէ, ինքն էր ինձ զանգել։ Զանգեց, ասեց ուզում եմ հանդիպել։ Մի հատ որ խնդրեմ կզանգես հիմա։ Եվային։ Բայց ինչի համար։ Ինքը որ այդքան բան իմանում է, ուրեմն հաստատ ճշտացել կլինի, որ ես ու դու լավ հարաբերությունների մեջ չենք։ Դրա համար կարող է պատասխանի զանգիդ։ Քո զանգերին չի պատասխանում, հա։ Չէ, գետնի տակն է անցել ու իր սև գործը անում է։ Զանգի իմացի որտեղ է, ասա որ ուզում ես հանդիպես հետը։ Բայց մտածում ես իմ զանգին կպատասխանի։ Հույս ունեմ։ Լավ, արի փորձենք։ Ալո։ Եվա ջան, բարի օր։ Բարև։ Լավ ես։ Լավ եմ։ Եվա ջան, գիտես ինչ եմ զանգել։ Ուղղակի անցած անգամ ինձ թվաց, որ մեր հանդիպումը այդքան էլ ջերմ չանցավ, մի տեսակ այն չէր։ Կարող է նորից հանդիպենք։ Ու ինչ դնենք այդ հանդիպման անունը։ Դե ուղղակի զրուցենք, որպես հին ծանոթներ։ Հետո ես գիտեմ, որ դու այստեղ մենակ ես, կողքդ ոչ ոք չկա։ Կարող է ինչ-որ բան է քեզ պետք։ Իսկ մեր վերջին հանդիպումը մի տեսակ այդքան էլ ջերմ չանցավ, ես քեզ կարող եմ օգնել ինչ-որ բաներով։ Ինչ ես մտածում, չհանդիպենք, համ էլ սուրճ կխմենք։ Գիտես ինչ մտքովս անցավ։ Ասում եմ կարող է հենց իմ տանն էլ հանդիպենք։ Որ տանը Դիանա ջան, այն տանը, որ երկար ժամանակա չես ապրում։
Բայց ով ասես, որ ես չեմ ապրում, Եվա ջան։ Ուղղակի որոշ ժամանակով որոշել էի քաղաքի աղմուկից, աշխատանքիցս հեռանալ։ Եվա ջան, մտածում եմ, կարող է իսկապես հանդիպենք, սուրճ կխմենք, կզրուցենք։ Հենց իմ տանն էլ կարող ենք հանդիպել։ Եթե ուզում ես, իհարկե։ Երևի զբաղված ես։ Լավ, թող մնա հետո։ Չէ, զբաղված չեմ։ Կարող ենք հանդիպել։ Ես հենց մի ժամից էլ արդեն ճանապարհին եմ, կարող եմ տանը լինել ու հանդիպենք։ Շատ լավ, ես մի ժամից կլինեմ ձեր տանը։ Շատ լավ, Եվա ջան, կսպասեմ։ Մտածում ես հավատաց։ Չէ, ջան, չհավատաց, բայց ոնց հասկացա իրան էլ է պետք է հանդիպումը։ Գոր ինչ է կատարվում։ Չէ, ոչ մի լուրջ բան։ Լավ, ես մի հատ գնամ փոքր գործ կա, հետո կգամ։ Արդեն գնում ես։ Հա։ Շուտով կգամ։ Կգաս։ Հա։ Ալո։ Սար, ոնց ես։ Գոր կներես, հիմա չեմ կարող խոսել։ 2 րոպեից ժողովը սկսվում է, պիտի արագ հասնեմ։ Բայց կարևոր բան պետք է ասեմ քեզ։ Գոր ուղղակի իրոք չեմ կարող հիմա խոսել։ Ես քեզ անպայման կզանգեմ, լավ։ Դե գոնե գրեմ ընթացքում կարդա, լավ։ Լավ, անպայման։ Ռեբեկա ջան, արդեն անհանգստությունից չգիտեմ ինչ անեմ։ Ուր ես։ Ինչ ես անում ստեղ։ Հետևից տեկել է, որ տեսնեի ուր ես գնում։ Իսկ քեզ ով է թույլ տվել ինձ հետևել։ Ռեբեկա, ինձ ոչ մեկ չի կարա ոչ մի բան թույլ տա կամ էլ արգելի։ Լավ չէ, իր հոգեզ մենակ չէի թողնելու։ Հա, լավ չեմ։ Բայց եթե մենակ թողնես, հնարավոր է եւ լավ լինեմ։ Այսինքն ես եմ քեզ խանգարում։ Խնդրում եմ, մոտ չգաս, լավ։ Ռեբեկա, ի՞նչ է կատարվում քո հետ։ Արի գնանք նստի մեքենան, կգնանք ինչ-որ միտեղ հանգիստ կխոսանք։ Ես չեմ ուզում խոսել քո հետ։ Ինչի։ Արամ դժվար է հասկանալ, որ ես չեմ ուզում քեզ հետ խոսել, չեմ ուզում քեզ տեսնել, չեմ ուզում քո հետ շփվել։ Իսկ պատճառը կարաս ասես։ Իսկ կլինի առանց հարցերի։ Ուղղակի խնդրում եմ, հարգի որոշումս ու խնդրանքս։ Արամ, ուղղակի չեմ ուզում քո հետ խոսել։ Դժվար է հասկանալ, ես ինձ առանց այդ էլ արդեն շատ վատ մարդ եմ զգում, խնդրում եմ հանգիստ թող ինձ։ Գոնե հաղորդագրություններս կարդա Սառը։
Այ քեզ անսպասելի հանդիպում, չէ՞։ Ես ինչ ընդունելությունա գոր, բոլորի խառնել ես, ուզում ես ինձ տեսնես, նույնիսկ Դիանին ես ասել, որ խափի կանչի ինձ տեղ։ Գիտես, ես ինչ-որ ռոմանտիկ անակնկալի էի սպասում, ու ասեմ քեզ, որ բավականին հիասթափված եմ։ Իրականությունը ոչ մի կապ չունի իմ պատկերացումների հետ։ Վերջացրիր երազելդ։ Եթե վերջացրիր, ապա անցնենք բուն թեմային, ինչի համար դու այստեղ ես։ Ես ինչ մարդ ես դու գոր։ Մեկ ասում էիր, որ գնամ, հանգիստ թողնեմ ձեզ, իսկ հիմա մարդկանց ես խառնում, որ ինձ տեսնես։ Գնացել էի, չկայի, բայց դու չդիմացար ու էլի կանչեցիր ինձ։ Էդ գիտես ինչի մասին ա խոսում, որ դու դեռ սիրում ես ինձ գոր։ Երբ այսքան այժանացար Եվա։ Փնտրել եմ քեզ, բայց մենակ նրա համար, որ իմանամ ինչի համար ես այսքան ցածրացել։ Ուզածդ ինչ ա։ Չգիտես։ Գիտեմ։ Ինձ անդադ մեղադրում ես։ Ասում ես, որ քեզ մենակ եմ թողել, որ երեխունին պատճառով ես կորցրել։ Գիտես, երեխու պահը կարող ա մի կերպ հասկանամ, բայց այն մնացած դեպքերում ես մեղք չեմ գործել, իսկ դու ինձ փորձում ես մեղավոր հանես։ Իսկ իմ կյանքը կործանելը քո համար մեղք չի։ Եվա դու ես ինքդ քո կյանքը կործանել։ Ես միշտ փորձել եմ համբերատար խոսամ հետդ, փորձել եմ բացատրեմ քեզ։ Բայց դու իրոք քո բոլոր չափ ու սահմանները անցնում ես։ Վայ, իրոք։ Կներես ինձ գոր, ես իրոք զղջում եմ։ Սառն հոշատ չի նեղվել։ Էս ինչ ես դու դարձել։ Իմ ճանաչած Եվան հպարտություն ուներ, արժանապատվություն ուներ։ Բայց քո ճանաչած Եվան էլ չկա։ Ավելին ասեմ, այս նոր Եվային դու ես ստեղծել։ Քեզ թվում էր կյանքս կարայիր կործանեիր, ու դու նոր կյանք սկսեիր։ Չէ գոր, ես քեզ դա թույլ չեմ տալու։ Եթե ես դժբախտ եմ, դու էլ պիտի դժբախտ լինես, հասկանում ես։ Քո պատճառով ես շատ բան եմ կորցրել։ Էրիկա, արդեն իսկականից Էրիկա, ժամանակն արդեն իրերը կոչենք իրանց անուններով։ Մեր պատմությունը ավարտվել է 5 տարի առաջ, ու ավարտվել է քո պատճառով։ Հետո ես անդադ մեղադրում էի ինձ, նույնիսկ գոռում էի ինքս իմ վրա, փորձեցի մեղքերդ վերցնեմ իմ վրա, բայց եղավ այն ինչ եղավ։ Հիմա որ քեզ սենց պահում ես, արժե զրկում ես այն, ինչը մի ժամանակ շատ թանկ ու կարևոր էր մեզ համար։ Այդ քո էժան հաղորդագրություններով ու այդ որ հանդիպումներ ես փնտրում Սառայի հետ։ Դրանը ոչինչ չես փոխի։ Լուրջ դու մտածում ես, որ ինչ-որ բան կարաս փոխես։ Իհարկե, եթե ես ստեղ եմ, այդ արդեն լիքը բան փոխում է։ Հիասթափվում եմ ինքս ինձնից, որ մի ժամանակ սիրել եմ քեզ։ Հավատա այդ զգացմունքը փոխադարձ է։ իրավունք չունեի այսքան թուլանալ, վահեն։
Արման ջան։ Արամ ջան, բարի օր։ Դու որտեղ ես, կարող ենք տեսնել իրար։ Ես Ռեբեկայից տան մոտի այգում եմ աղբերս։ Դե լավ, հիմա կգամ։ Լավ։ Գիտես, ես քեզանից ոչ մի բան չեմ ուզում։ Ոչ մի ակնկալիք չունեմ։ Հա, որ եկա Հայաստան ու քեզ տեսա, մի պահ զգացմունքներս խառնվել էին իրար, բայց այդ ընդամենը մի պահ։ Ես ընդամենը մի նպատակ ունեմ, Գոռ։ Դու պիտի չամուսնանաս։ Այդ քեզ ինչ է տալու։ Թեթևության զգացում։ Լսի ուրեմն ուշադիր։ Ես ու Սարան իրար սիրում ենք։ Դու ուզես է, թե չէ մենք ամուսնանալու ենք։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու հասկանաս, որ քո այս անիմաստ քայլերով ոչ մի բանի չես հասնելու։ Ես հեչ չեմ ուզում կտրուկ քայլերի դիմեմ, բայց եթե դու այս տեմպերով շարունակես, հաստատ իմացի քո պատասխանը չի ուշանա։ Չեմ հավատում, սպառնում ես ինձ։ Այս հյուրեր ունենք։ Եկար հասար։ Դեռ էստեղ է։ Ահա, ուղղակի գրեցի, որ իմանաս։ Ես էլ ուղղակի եկա։ Էս ինչ ես անում։ Կներես, չհասցրեցի արագ հագնվեմ։ Ինչեր ես դուրս տալի, Եվա։ Ինչի սկսեցիր, որ հիմա պետքա սենց խառնվես իրար։ Չէ, լուրջ արդեն իմ համբերությունը չի հերիքում։ Լուրջ մի վերաբերվի։ Ոչ էլ պետքա նեղվել։ Կարողա շոկ է այս սենյակում։ Եվա ջան, ուզում էիր հագնվել, չէ։ Ուզում ես ես ու Գոռը դուրս գանք, դու հանգիստ հագնվի։ Չնայած մերկությունը կարծում եմ խնդիր չի լինի, դե արժանապատվությունը ամեն մեկի համար չի, չէ։ Դու ինձ ասել էիր, որ այստեղ պիտի գաս։ Ես չէի էլ պատրաստվում գալ, որովհետև վստահում եմ քեզ։ Ուղղակի ամեն ինչ փոխվեց, երբ Եվայից եկավ հաղորդագրություն ու մտածեցի ինչ-որ կարևոր բան է եղել, բայց արդեն հասկանում եմ, որ ոչ մի կարևոր բան չկա։ Դե լավ, ես գնամ, չխանգարեմ ձեզ, բայց Եվա ջան, ամեն դեպքում մի քիչ տաք հագնվի, որովհետև այստեղի ու Ամերիկայի կլիման մի քիչ տարբեր է։ Լավ, հաջողություն։ Ինքս իմ հանդեպ հարգանքը կորցնում եմ, որ մի պահ մտածում եմ ոնց է եղել, տենց որ ես քեզ ժամանակին սիրել եմ, հա? Ոնց է եղել, որ ես մտածել եմ մենք ընտանիք կարանք լինենք։ Ես քո կյանքը չէ, ես ձեր կյանքը դժոխքի եմ վերածելու։ Բարի օր։ Բարև Արման ջան։
Ոնց ես ախպերս։ Մեռած։ Չգիտեմ ինչ անեմ, տեղս չեմ գտնում։ Ինչ ա եղել։ Լսի, դու կարող ես իմանաս Էլկան հիմա որ երկրում է։ Ոնց Էլկան որ երկրում է։ Հիվանդանոցում չի։ Աստորեն չգիտես։ Ախպերս, բայց ինչը պիտի իմանամ։ Դե գիշերը Էլկային տարել են արտասահման նոր վիրահատության համար։ Սարան ոչ մի բանից տեղյակ չի, Սարոյանին հարցնելու իմաստ չկա։ Մտածում եմ Ռեբեկան գոնե քեզ ասած կլինի, այն էլ փաստորեն չէ։ Մենք Ռեբեկայի հետ էլ չենք խոսում ախպերս։ Ինչի, ձեզ ինչ եղավ։ Անելանելի վիճակում եմ ախպերս։ Գիտեմ, որ ինչ-որ մի բան պիտի անեմ, բայց չգիտեմ ինչ։ Ուր ես Սար։ Չգիտեմ, փողոցում։ Տեղը տասա գալիս եմ։ Ճանապարհեցիր Եվային։ Սար դե լավ էլի, տեղը տասա գալիս եմ։ Ես իրոք չեմ հասկանում ինչ անեմ, Արման ջան։ Բացառված է, որ ես հետ կանգնեմ, ուղղակի չեմ էլ ուզում նենց լինի, որ Ռեբեկան անընդհատ նեղված լինի։ Գիտես, ինձ թվում է, որ Ռեբեկան զգում է, որ քո հանդեպ անտարբեր չի, դրա համար էլ այդ վիճակում է։ Արամ, իրան էլ է հասկանալ պետք, իր համար էլ հեշտ չի ու շատ դժվար է։ Ինքն ու Վահեն իրար շատ են սիրել ու կարծում եմ հիմա իրան ուղղակի մեղքի զգացումն է տանջում։ Հա, տենց էլ կա։ Ինքը անընդհատ իր այդ կռիվ է տալիս, որ ես չզգամ, որ ինձ սիրում է։ Կամ գոնե անտարբեր չի։ Բայց ես հո հաստատ գիտեմ, որ այդ տենց չի։ Բա ինչ ես անելու։ Չգիտեմ։ Ես կարամ գնամ հետը խոսամ։ Առաջ գոնե մի ձև գտնում էի, սիրտի շահում էի։ Բայց հիմա ոչ մի ձև չի ուզում ինձ տեսնի, ախպերս։ Ոչ ուզում է հետս խոսա, ոչ էլ չգիտեմ, չեմ հասկանում ինչա կատարվում։ Առաջ որ լիներ, կգնայի կխոսայի, չգիտեմ, իմ ձևերով ինչ-որ բաներ կասեի։ Բայց հիմա չէ, հիմա չի ստացվում։ Չգիտեմ էլ ինչ պիտի անեմ։ Լսիս, կարող է ուղղակի մի քանի օր չգնաս մոտը։ Չէ, չեմ դիմանա ախպերս։ Դե, եթե ասում ես այդքան վատ է, ուրեմն մտածում եմ ժամանակ է պետք։ Թե որ ժամանակ անցնի, էմոցիաները կհանդարտվեն։ Բա որ այդ մի քանի օրը չգնամ, ու ամեն ինչ ավելի վատ լինի։ Ինչի մտածում ես, որ հիմա գնաս ավելի լավ կլինի։ Ուղղակի իրան ժամանակ կտաս, մի քիչ հեռու կպահես քեզ, կզգա որ կարիքդ ունի։ Քեզ թվում է կաշխատի, մինչև չփորձես չես իմանա։ Մնում է դիմանամ։ Ես չեմ հասկանում այդ աղջիկը ինչ է արել, բայց անընդհատ ինձ ոնց որ մագնիսի նման ձգի ախպերս։ Արամ, Ռեբեկան այն աղջիկն է, ում ճնշել չի կարելի։ Ինչքան ճնշես, այնքան ավելի հեռու կգնա քեզնից։ Ուղղակի այդ մասին մտածի։ Սար, ես հույս ունեմ, որ դու հասկանում ես, որ ես ամեն ինչը սարքած էր։ Հասկանում եմ, բայց ես այնքան եմ հոգնել, չես պատկերացնի։ Ես չէի մտածում, որ Եվան այդքան հեռու կգնա։ Ինչի չէիր պատկերացնում։ Դու չգիտես ով է Եվան, ինչերի ընդունակ։
Գոր ինչի էր նորից կանչել քո տուն։ Ինչի ես ուզում դրանով հասնել։ Մտածում եմ, որ խոսեմ հետը Կարողա ինչ։ Ինչ պիտի լինի։ Ու ընդհանրապես զգացել ես, որ դու հայտնվել ես Եվայի դայակի դերում։ Փորձում ես իրեն դաստիարակել, խոսել, ինչ-որ բաներ բացատրել։ Չէ, տենց չի ձևը, Գոր։ Սառ, ես ընդհանրապես ուզում եմ քեզ պաշտպանեմ։ Ուզում ես պաշտպանել, բայց ցավեցնում ես։ Քո կարծիքով ես այդ պահին ինչ զգացի քո տանը։ Քո կարծիքով ինձ համար հեշտ է։ Հայ ես գիտեմ Եվայից ինչ կարելի է սպասել, ես ամեն ինչ հասկանում եմ։ Ես իր նամակից հետո էլ գիտեի ինչ պիտի լինի։ Բայց ինչքան էլ այդ ամեն ինչը գիտակցեմ, մեկը չի թեթևացնում դա այն ցավը, որ հիմա զգում եմ։ Կներես, հա։ Ես քեզ չեմ ասում, որ ինձնից ներողություն խնդրես։ Ուղղակի ասում եմ, որ էլ չփնտրես ու չփորձես հարցեր պարզել այդ Եվայի հետ։ Ով չգիտի ով է Եվան։ Ես կարևորը որ հավատում եմ քեզ ու ճանաչում եմ իրեն։ Ինքը ոչ մի բան էլ չի կարողանա անել։ Ուղղակի չի թեթևացնում իմ այս զգացածը, ոչ մի բան։ Ու հայ ես իրոք շատ հոգնել եմ։ Ո՞նց է ելքան բալես։ Վատ է, պապ ջան։ Ֆիզիկական վիճակը մի կողմ, հոգեպես է շատ վատ։ Անդադ Արմանի անունն է տալիս, ես էլ չգիտեմ թե ինչ սուտ հորինեմ, որ ինչի չեմ կարողանում զանգել Արմանին։ Ոչինչ, հիմա կարևորը իր առողջությունն է։ Արդեն վիրահատության են պատրաստում։ Բոլոր անհրաժեշտ հետազոտությունները արել են։ Պապա անդադ սիրտս դողում է։ Աստուն անդադ աղոթում եմ, որ ամեն ինչ լավ ավարտվի։ Լավ կավարտվի, հավատա ինձ, լավ կավարտվի։ Ես չեմ ուզում, որ քեզ ելքան այդպես հուսալքված տեսնի։ Դու իրավունք չունես թուլանալու։ Ճիշտ ես։ Աղջիկները ոնց են։ Հայ դեպս որ Ռեբեկայի հետ խոսեցի, փաստորեն ինքը դեռ չգիտի, որ մենք երկրում չենք։ Չգիտեմ, ես որ չեմ ասել, չգիտեմ։ Լավ։ Դե գնամ պապ ջան, հետո կխոսենք, լավ։ Լավ։ Ինձ կներես Մուննատ ջան, եթե քեզ նեղացրել եմ, եթե ինչ-որ պահի չափն անցել եմ։ Ես կուզեի գայի մոտդ ու խոսայինք, որ հասկանայինք իրար, բայց նենց է ստացվել, որ ծանոթ տղերքի հետ գնում ենք քաղաքից դուրս մի երկու օրով։ Տղերքը պատիվ են տալիս։ Մենակ տղերքով ենք, աղջիկ չի լինելու։ Ես էլ ուղակի ասում եմ։ Ու հույս ունեմ, որ հետ գամ արդեն էլ չես լացի, ուղակի Մուննատ կգաս։ Էդ իմ համար լրիվ ուրիշ աշխարհ է։ Դե վերջ, լավ, արդեն դուրս ենք գալիս։ Քեզ լավ նայի։ Խապելնելով փողով չի Ռեբեկա ջան, որ չկարողանանք անել։ Մնում է դիմանամ։ Միամական համարն այս պահին անհասանելի է։ Չեմ հավատում, վերջապես պատասխանեցիք։ Էլկայի հետ չեմ դրա համար էլ պատասխանում եմ։ Չեմ հասկանում, տիկին Նարինե, դուք եք մեր դեմ դուրս եկել։ Արման ջան, ես ոչ մեկին էլ դեմ դուրս չեմ եկել։ Ոչ ես, ոչ պապան քո դեմ ոչինչ չունենք։ Բայց այս այն հարցն է, որ ես չեմ կարող չհամաձայնել պապայի հետ։
Հիմա ամենակարևորը Էլկայի անվտանգությունն է, ամենակարևորը։ Ոնց է Էլկան։ Գոնե թողեք մի անգամ խոսեմ հետը, մի անգամ ձայնը լսեմ, իմանամ, որ լավ է։ Էլկային հիմա վիրահատում են, դեռ նորություն չկա։ Լավ, ուր եք տարել Էլկային, որ երկրում եք, որ հիվանդանոցում է։ Արման ջան, ես քեզ պատասխանեցի նրա համար, որ անձամբ քո դեմ ոչինչ չունեմ։ Կներես, այսքանից ավելի ոչինչ չեմ կարող ասել։ Բայց Էլկան հարցեր կունենա, չէ՞։ Ախր կհարցնի Արմանը ինչի չի զանգում, ինչի հիմա կողքին չեմ։ Լավ, իմ մասին չեք մտածում, գոնե ձեր աղջկա մասին մտածեք, թողեք խոսեմ հետը։ Կներես Արման ջան։ Տիկին Նարինե, որ վիրահատությունը ավարտվի, գոնե այդ ժամանակ, հա, թողեք մի պահ ձայնը լսեմ, իմանամ, որ լավ է։ Իհարկե վիրահատության մասին ես քեզ անպայման տեղյակ կպահեմ, բայց դրանից բացի խնդրում եմ Էլկայի հետ կապեր մի մանարի, լավ։ Խնդրում եմ Արման ջան, երևի արդեն հասկացար նաև, որ Էլկայի հեռախոսն էլ է իմ մոտ։ Սար դու իրոք ճիշտ ես։ Ես ամեն ինչ փորձում եմ անել, որ դու Եվայի թակարդը հանկարծ չընկնես։ Բայց եթե դու ինձ վստահում ես, ուրեմն ես արդարանալու կամ ապացուցելու ոչ մի բան չունեմ։ Չունես։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չի Եվայի նպատակները, ուղղակի դու ամեն անգամ քո քայլերով իրեն նոր զենք ես տալիս։ Ես երբեք չէի մտածի, որ Եվան կարող է այդպես բաներ իրան թույլ տա։ Ես էլ չեմ ուզում խոսել Եվայի մասին։ Իսկ ես ինչ կարող եմ անել, որ քո տրամադրությունը գոնե մի քիչ բարձրանա։ Այսօրը թող անցնի, վաղը նոր օր կբացվի, կանցնի երևի։ Բայց ես չեմ ուզում, որ սենց տխուր գնաս տուն։ Կներես գոր, բայց ես չեմ կարող խաղալ, իբր ամեն ինչ հրաշալի եմ։ Գնացի։ Պապի, Հա, ոնց։ ո՞նց ես։ Լավ։ Դու ոնց ես։ Ինչ ա եղել։ Ինչ ես մի տեսակ։ Պապի մի խնդրանքով եմ եկել։ Ասա լսում եմ։ Կլինի ես այսօր գնամ Վահեի տանը մնամ։ Ուղղակի դու Սարան ամբողջ օրը տանը չեք։ Մաման ու Էլկան երկրում չեն։ Գնամ ու վաղը մի փոքր ուշ կամ լավ։ Դե եթե ուզում ես։ Շատ եմ ուզում։ Ռեբեկա, Ոնց ես։ Գնում եմ Վահեի տուն։ Հուսով եմ այնտեղ ավելի լավ կլինեմ։ Վահեի տուն, բա Արամն այնտեղ չի։ Չէ, մի քանի օրով քաղաքից դուրս է գնացել։ Եթե այնտեղ լիներ, հաստատ չէի գնա։ Դու գիտես իմ համար Վահեի տունը ինչ նշանակություն ունի։ Կուզես հետդ գամ։ Չէ։ Ուզում եմ մենակ մնամ։ Լավ։
Սառը, ես քեզ շատ եմ սիրում։ Հավատա ամեն ինչ կտայի, որ դու սենց տհաճ իրավիճակների մեջ չհայտնվեիր, ու այդ սիրուն աչքերդ այդքան տխուր չլինեին։ Իմ համար անսահման կարևոր է այն վստահությունը, որ դու ունես իմ հանդեպ։ Հավատա, ես երբեք այդ վստահությունը չեմ կոտրի։ Սիրում եմ քեզ, իմ սիրուն Սառը։ Ես էլ քեզ եմ սիրում ու հավատում եմ քեզ։ Իսկ եթե ուզում զանգեմ։ Չէ, չեմ զանգելու Ռեբեկային։ Արամ ջան, մի գիշեր գոնե պիտի դիմանաս, դու սենց բաների ես դիմացել։